Գլոբալ հիմնախնդիրների շարքում այսօր գերակադիրք է գրավում շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Մարդածին գործոնների ազդեցությամբ աղտոտվում են օդը, ջուրը, հողը, բնակավայրերը։ Միջավայրի աղտոտվածության համար մեղադրել տվյալ տարածքի ղեկավարներին հոգացության պակասի մեջ բավական չէ։ Պակաս դեր չի խաղում աղտոտվածության համար բնակչության կուլտուրայի պակասը եւ հանդուրժողական Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության ակցիան նպատակ ուներ քաղաքային իշխանությունների եւ բնակչության համագործակցությամբ բարելավել աղբահանության խնդիրը։ Իմ կարծիքով այս ակցիան որոշ բարդություններ փորձի հաղթահարել ու երևի լավ կլինի ամեն ինչ։ Բնակիչները շրջանցելով աղբարկղերը կենցաղային աղբը թափում են ուրպատայի, միայն թե տնից հեռու լինի։ Միակ աղբատար մեքենան իր փոքրաթիվ անձնակազմով չի հասցնում ակրել քաղաքը։ Մարտունին չունի հիմնական աղբավայր, հետևաբար դուրս հանվող կենցաղային աղբը կուտակվում է տարբեր վայրերում։ Քաղաքի շրջակայքում շատ աղբակույտեր կան։ Մարտունի քաղաքում աղբահանությունը կատարվում է անկանոն։ Աղբահանություն որպես այդպեսին կատարվում է միայն բազմաբնակարան շենքերում։ Եվ այն էլ ոչ գրաֆիկով, չնախատեսված ժամերի, իսկ մասնավոր հատվածը, որը ներառում է քաղաքի մոտ 60%-ը, աղբահանություն ընդհանրապես չի կատարվում։ Այդ պատճառով էլ ինչպես պլաստիկ տարանները այրվում են տներում, բակերում, երեխաների, կանանց միջոցով, երբեմն էլ ուղղակի աղբը հանում են բակից եւ շպրտում են փողոց։ Այդ պատճառով էլ քաղաքում հիմնականում անկանոն վիճակ է աղբահանության տեսակետից։ Աղբ են լցնում, որը չի կարելի հիվանդության ուղղակի օջախ է, աննորմալ է, վերջապես դրան տեղ չկա իսկական, որտեղ է լցնում, Շատ տհաճ է, բայց որ հնարավորություն ասենք մեր ձեռը չկա, մենք ոչ բան անել չենք կարող։ Ճիշտ է, փնտրում ենք միշտ կարճ ճանապարհ գտնել, հասնել, բայց որ ճանապարհը սենց է ազիվ, համարյա անանցանելի է։ Հաջողություն ձեզ խնդրեմ։ Չնայած քաղաքապետարանի զգուշացումներին բնակիչները շարունակում են իրենց գործը, առայժմ նրանցից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Տարբեր համայնքներից կարելի ասել բերում լցնում են այդ մեր աղբանոցը, որը ես դրա մասին բազմիցս դիմել եմ մեր ազգաբնակությանը, որ յուրաքանչյուր համայնք պետք է ունենան առանձին աղբանոց։ Իսկ եթե մենք արդեն իսկ միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի եթե ուրիշ համայնքներից աղբը լցնեն եւ մեր քաղաքի տարածքների մեջ աղբատեղերը եւ կենտրոնական աղբանոցը մինչեւ 100,000 դրամի սահմաններում տուգանվելու են։ Աղբակույտերի մեջ մեծ քանակություն են կազմում պլաստիկ տարաներն ու տոպրակները։ Մարդիկ ստիպված այրում են դրանք թոնիրներում ու վառարաններում։ Ծխի հետ մթնոլորտ են նետվում քաղցկեղածին նյութեր, որոնք շնչուղիներով թափանցում են մարդու օրգանիզմ։ Տեսիփական տներից աղբահանություն չի կատարվում։ Մենք պլաստիկը, ցելոֆան այդ թղթերը վառում ենք, մնացած բաներն էլ մեր հողամասում մի կերպ տեղավորում ենք, փոս ենք անում, լցնում ենք մեջը։ Հավաքված աղբը երբեմն մասնավոր հատվածում հատկապես այրվում է բակերում կամ նետվում է փողոց, իսկ գիտեք, որ այրվող պլաստիկները մեծ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար։ Աղբավայր տեղափոխված աղբը նույնպես ժամանակ առ ժամանակ այրվում է եւ այդ աղտածին նյութերը նորից բնակչությանը վերադառնում։ Ինչպես նաև մինչև հիմա մշակված չի տուժերի ու տուգանքների մասին քաղաքապետարանը չունի այդպիսի որոշում չնախատեսված տեղում աղբը թափելու եւ այլի վերաբերյալ, հատկապես իրավաբանական անձինք, որոնք հիմնական աղտոտողներն են համարվում քաղաքի։ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության առաջարկությունը հենց նույն նիստում ընդունվեց։ Արդեն ձեռք են բերվել աղբատար եւ ջրցան մեքենաներ, տեղադրվել են աղբարկղեր։ Մենք հավակնություն չունենք մեր երկիրը դասել մաքրության համբավ վայելող երկրների շարքում, բայց կան սանիտարական տարրական նորմեր, որոնց պահպանումը պարզապես անհրաժեշտություն է։ Մաքուր կենցաղը այն գլխավոր պայմաններից մեկն է, որով պահպանվում է մարդու համար ամենակարևորը՝ առողջությունը։ Կհանդիպենք։